Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 19 է 2026 թվական։ Կարճ անդրադառնանք սկզբում առաջիկա ընտրությունների հետ կապված ինչ իրավիճակ ունենք, որովհետև աշխարհաքաղաքական իրադարձությունների հետ կապված շատ կարևոր զարգացումներ կան, սպասվում է նաև հաջորդ շաբաթ նոր բանակցություններ, երկրորդ ռաունդը Պակիստանում, Միացյալ Նահանգներ, Իրան, եւ շատ կարևոր է, թե դա ինչով կավարտվի։ Ուղղակի մի հարց նայենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կա պայմանավորվածություն Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում նախկինում ձեռք բերված համաձայնությունները իրագործելու։ Մենք ռազմատեխնիկական համագործակցություն ունեցել ենք, որը ինչ-որ մի ժամանակ էականորեն կամ ընդհատվել էր կամ քչացել էր, մենք այո ունենք պայմանավորվածություն, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործենք, ճեպազրույցում ասել է վարչապետ Փաշինյանը։ Հիմա նայենք, Ռուսաստանը մեզ պետքա զենք տար, Ռուսաստանը այդ զենքը չտվեց այն ժամանակ, երբ որ մեզ պետք էր, Ռուսաստանը հերիք չի զենքը չտվեց, փողն էլ չտվեց, Հայաստանը ասեց, որ դե այդ դեպքում պետքա բանակցենք ուրիշ տեղից այդ զենքը բերենք եւ ոչ միայն զենքը բերենք, այլև մեր բանակը պատրաստենք եվրոպական ստանդարտներին, իսկ ավելի ստույգ ոչ միայն արևմտյան ստանդարտներին, ավելի ստույգ Միացյալ Նահանգների ստանդարտներին, թեպետ ներողություն, բանակցություններ գնում նաև Ֆրանսիայի հետ։ Այսինքն հարցը միայն զենքը չի։ Ինչ բացի զենքը, ինչպիսի տեսք ունի քո բանակը, ինչ ստանդարտներով է նա անցնում ուսուցումը, ինչպես է մարտական պատրաստվածություն անցնում։ Համենայն դեպս գտնում են, որ ոչ ռուսական։ Այսինքն հերիք չի զենքը չես տվել, փողն էլ չես տվել, անընդհատ խոսում էին, որ դա պետք է հաշվանցում անեն, այդպես է Ռուսաստանը չէր համաձայնվում, այդ ընթացքում պարբերաբար աֆրիկյան երկրների պարտքերը ներում էր, ակնհայտորեն ցույց տալով, որ չեմ ուզում, չեմ անում, ոչ թե փող չունեմ, չեմ անում։ Եվ մեկ էլ հիմա, եթե Նիկոլ Փաշինյանը ասում է ռազմատեխնիկական համագործակցություն, այսինքն այն ինչ որ Հայաստանին պետք էր կտար, բայց որքան մենք հիշում ենք, Հայաստանը միլիարդավոր դոլարների, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, բա արտաքին պարտքը չտեսակ, ինչի արագաճեց, որովհետև մենք պետք է առնեինք արագ, միանգամից բերեինք, լցնեինք։ Իհարկե կասկածներ առաջացավ, որ այդ արագ բերեցիք, որ լցրեցիք, որքանով է դա փորձարկված, որքանով են մեր զինվորականները, մեր սպաները տիրապետում այդ տեխնիկային, արագ բերել լցնելը որն է։ Պետքա մարդիկ դրան տիրապետեն։ Լավ, դա էլ հարցի մի կողմը համարենք, որ կամաց կտիրապետեն։ Հիմա բերել ես միլիարդավոր դոլարների զենք ես լցրել եւ արևմտյան ստանդարտների բանակ ես ուզում ունենալ, մեկ էլ վայ պարզում է, որ մենք ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ պետքա շարունակենք նախկինում ձեռք բերված համաձայնությունները իրագործելու համար։ Եթե այդ տեխնիկան քեզ պետք չի, ինչի ես վերցնում։ Եթե ժամանակին չի տվել, փողը վերցրու։ Փողը չունի, հաշվանցում արա, անընդհատ Ռուսաստանի հետ առևտուր կա։ Իսկ եթե դու դա վերցնում ես, ռուսական ստանդարտների բանակի իր մասն ես անելու։ Այսինքն այն ինչի մասին, որ խոսում էր վերջապես կունենանք արևմտյան ստանդարտի բանակ, փաստորեն պարզվեց, որ դա այդպես չի։ Ռուսաստանի հետ հարաբերությունները այս մակարդակով է վերականգնվում, բայց այդ ընթացքում արդեն արտասահման արևմուտքից, Հնդկաստանից զենք է բերած, որի հետ կապված լրիվ այլ մոտեցում պետք է ունենաս, այլ զորամիավորումներ պետք է կազմավորես։ Դուք պատկերացնում եք մի հատ զենքի մի տեսակը մի տեղից, մեկը մի ուրիշ տեղից, մի ինստրուկտորը ընդեղից, մեկը ընդեղից, մեկը ընդեղ է փորձառություն անցել, մեկը ընդեղ, հետո հանկարծ մեկը վիրավորվում է, մեկը նրան չի կարողանում փոխարինի, դուք տենց բանակ պատկերացնում եք։ Դա ինչի է նման։ Եվ հիմա դրա քաղաքական գնահատականը նայեք, այս աշճանի է,
Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնում, ժամանակին ընդհատվել էր, հիմա ընդհատվածը շարունակում ենք։ Ու գիտեք սարսափելի որն է, որ Նիկոլ Փաշինյանը, որը գնում Վլադիմիր Պուտինին ասում է ինչ ասես կանենք, Հայաստանում տենց մարդ չի լինի, որը ավելի անի, քան ես, հիմա էլ պարզվում է մեր ռուսամետ ուժերն է գլուխ են ջարդում, որ իրանք ավելին անեն Ռուսաստանի համար, քան Նիկոլ Փաշինյանը։ Ժողովուրդ ջան, էլուր, մենք ուզում ենք Նիկոլ Փաշինյանին հետ քաշենք այդ վիճակից, սահմանափակենք նրա ռուսամետությունը, մենք ուզում ենք հակակշիռ ստեղծենք, որով կարողանանք ասենք մենք այլընտրանք ենք, ժողովուրդ, այս ինչ եք անում։ Պարզվում է հիմա նորից մտել ենք մրցակցության մեջ, թե ով Ռուսաստանի շահը ավելի լավ կսպասարկի, ու դա երբ անկախությունից այսքան տարի հետո, ու դա երբ 5 տարի Ուկրաինայի պատերազմում լռված Ռուսաստանի, նրանք ովքեր Ռուսաստանի շահերը սպասարկում են, որևէ անգամ Ռուսաստանի մնացած բնակավայրեր գնացել են, տեսել են ինչա կատարվում, որևէ եթե դուք դա չգիտեք, շատ վատ է, բա ուր եք ուղեկցում մեր ժողովրդին։ Այսինքն դուք չեք տիրապետում Ռուսաստանում ինչա կատարվում, եթե դուք դա գիտեք ու սրիկայաբար լռում եք, ասում եք, բա ինչի ասենք, որ ասենք Ռուսաստանը հզոր պետություն է, Ռուսաստանը էսպես էնպես, բա այդ մարդիկ, այդ որ այդքանից գրում ու զանգում են, ասում են դուք խոսում եք արևելյան մասերում այս վիճակը, բա գիտեք մեր մոտ էլ էսա, այդ նույն ինֆորմացիան իրանք չեն ստանում։ Իրանք ուղիղ շփում ունեն, չէ՞ Ռուսաստանի հետ, գնում են, գալիս են, նկարվում են, պաշտոնյաների հետ շփվում են, ես որ Ռուսաստան չեմ գնում։ Վերջի անգամ չգիտեմ երբ եմ եղել։ Բա դուք եք գնում, դուք եք շփվում։ Ինչի՞ չեք անկեղծորեն ասում ժողովրդին, ժողովուրդ ջան, ինչա կատարվում։ Ինչի՞ որ այս 22 տարի ասեմ Հայաստանի ապագան պետք է լինի Եվրամիություն, ՆԱՏՕ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցություն, որ մի հատ սխալ ու թերություն է ալնում, մարդկանց չեմ ասում։ Ինձանից շատ ով է ասում Վիետնամի պատերազմի սխալը Ամերիկայի, այն ինչ որ Կամբոջայում կատարվեց, հենց այդ նույն սխալն էր, որ կոնգրեսը դադարեցրեց աջակցությունը Կամբոջային եւ այնտեղ մինչեւ 3 միլիոն մարդ սպանեցին Պոլ Պոտն ու Յանգ Սարիին։ Ռուանդայում կատարվածը, որին ուղակի տեր չկանգնեց Ամերիկան եւ ուղակի մեղադրվում էր Ֆրանսիան։ Իրաքյան պատերազմ, մյուս, այդ մասին մենք չենք խոսում թվերով ու փաստերով։ Այսինքն ասած իդեալական ենք ներկայացնում արևմուտքը, իդեալական ոչինչ չկա։ Մենք էլ չենք ձգտում իդեալին վայելելու, մենք աշխատող ժողովուրդ ենք, ասում ենք նորմալ ընտանիքի անդամ լինենք եւ մեր աշխատանքով ավելի բարեկեցիկ, ավելի ժողովրդավար, ավելի անվտանգ համակարգի բարեկամը լինենք, ընտանիքի անդամ լինենք, ոչ թե խափում ասում ենք, այնտեղ մի իդեալական բան է, երկնքից թափում է բարիքը, պետք է գնանք ու բահով հավաքենք։ Տենց բան երբևիցե ինձանից լսել եք։ Բա դուք ինչ եք ժողովրդին խափում։ Անկեղծորեն ասեք, ինչա սպասվում։ Այս աշխատող ժողովրդին, որը Ռուսաստան խոպան է գնում, գիշեր-ցերեկ ասֆալտ է անում, որ տուն պահի։ Չի գնում վայելելու։ Վայելողը մի քանի հոգի է։ Իսկ չարքաշ աշխատանքով աշխատողները 100 հազարավորները։ Բա ինչի՞ չեք ասում։ Այսինքն Մթան Փաշինյանը քիչ է Հայաստանը Ռուսաստանի տակ մտցրել, դուք էլ դժգոհ եք, ասում եք մի քիչ էլ մենք մտցնենք։ Դրա համար ժողովուրդ ջան, ասում ենք, որ այս արատավոր շղթայից շրջանից դուրս գալու համար պետք է իրապես ունենալ այլընտրանք, որ այլընտրանք լինի թե այս իշխանությանը, թե ռուսամետ ընդդիմությանը եւ հստակ ասենք, որ այո, մենք գնում ենք ինչ չափի ձայն կստանանք, դա ձեր ձայնն է, դա մեր ձայնն է, որին տեր ենք կանգնելու ձեր ձայնին, ձեր երեխաների ապագայի ձայնին, դա ձայն է, որտեղ մենք հաստատ պետք է իմանանք, որ որևէ մեկի շահը չենք սպասարկելու, միայն ձեր, որոնք որ մեզ հենց դրա համար էլ այն նրանք, ովքեր վստահում են, պատրաստվում են, հենց դրա համար էլ ձայն տան, եւ չենք գնալու այսօր քանի ուժ կա, որ այսօր չի ուզում հստակ ասի, վաղը եթե մտնի խորհրդարան, ինքը
կմիանա Նիկոլ Փաշինյանի եթե ձայները պակասի, թե չէ, կմիանա ռուսամետներին, թե չէ, հիմա չի ուզում ասի, որ հարվածի տակ չընկնի, բայց վաղը հերոսաբար կասեն, դե գիտեք, Փաշինյանի մի քիչ ձայներ պակասում, եթե այդ ձայնը իրանք չտայինք հանուն հայրենիքի, այս ռուսամետները Հայաստանը կտանեին, կամ էլ թե չէ, եթե այս ռուսամետներին չմիանայինք, Հայաստանը Փաշինյանը կմտցներ Թուրքիայի տարածք, կազմ, այդ դրա համար հերոսաբար գնացինք միացանք, ազնիվ եղեք ժողովրդին, սկզբից ասեք, որ դուք հերոսաբար միանալու եք, մարդիկ էլ որոշեն, ձայն տան ձեզ, թե չտան, ստեղծեն են հակակշիռը, որի պարագայում որևէ մեկը չկարողանա առաջի փուլում այդ իր հաջողությունը գրանցի նրա վրա, որ ժողովրդին հիասթափեցնում են, նրա վրա, որ ասում են ընտրության մի մասնակցեք, ձեր ձայնից ոչինչ կախված չի, նրա վրա, որ պարբերաբար ասում են, ինչ այլ ընտրանք, մեկը այս երկուսից մեկն է հաղթում, բա ասում են գիտեք ով է հաղթում, 100%-ով ասեք ով է հաղթում, գրեք ստորագրեք, բա չգիտենք, եթե 100%-ով չգիտեք ով է հաղթում, բա ոնց եք համարում ամեն ինչ վերջնական ավարտված է, ուրեմն ամեն ինչ կախված է ձեզանից, ինչքան ծանրակշիռ ձայն կստանանք մենք, այնքան նրանց խաղաքարտերը կխառնենք մենք, եւ դա է պատճառը, որ ասում ենք, այո, ձայն տվեք Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, որի նախագահն է Գուրգեն Սիմոնյանը եւ որի վարչապետի թեկնածուն է Գուրգեն Սիմոնյանը, ես էլ այդ ընտրացուցակում ներգրավված եմ, ձայն տալով ինչքան շատ ձայն կստանանք, այնքան նրանց հնարավորությունները կպակասացնենք ու մոռացեք, որ շատ դեպքերում ասում են ձայները կփոշյան այս կանի, այն կանի, պարբերաբար ձեզ ներկայացնում եմ նախորդ ընտրությունների ժամանակ 50%-ից պակաս մասնակցություն ա եղել, որովհետև մարդիկ հիասթափված էին, եթե 50%-ից պակաս է մասնակցություն եղել, բայց փոշիացած ձայները սկի 10% չի եղել, 10% էլ չի եղել ընդհանուր թվի մեջ, 20% էլ չի եղել մասնակցածի մեջ, դա նշանակում է այդ փոշիացածը ոչ մի ազդեցություն չի ունենա, եթե մարդը տնից դուրս կգա, կհավատա մի ուժի ու կգնա նրան ձայն կտա, այսինքն ընդհանրապես դա որևէ բացասական ազդեցություն չի ունենա, առավել ևս որ մարդիկ չգիտեն առաջի տեղն ով է անգնելու, որի պարագայում այդ ավելացված գործակցով ձայնը ում է օգնելու, որ դուք նախապես իմանաք, թե դա ում խաղը կարող է լինել, դրա համար հստակ մենք ուզում ենք, որ դուք պատկերացնեք, որ նաև այո, այսօր մենք այս մի ուրիշ արատավոր շղթայից էլ չենք կարողանում դուրս գալ, որն է դա, որ Խորհրդային Միության KGB-ի տարբեր ժամանակների ու տարբեր տեղերի գործակալները մինչև հիմա ասպարեզից դուրս չեն գալիս, սկսած Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ իրանց հետ առնչվող շատ մարդիկ, Ժողովուրդ ջան, մի օր պետք է մենք դրանից ազատվենք, որովհետև այդ մարդկանց վրա լծակ ունի Ռուսաստանը, ինչ ուզում է սարա, նրանք իրաց պիտի կոտորեն, վերջի շնչում էլ լնեն, նրանք պետք է խաղի մեջ լնեն, որովհետև իրանց ղեկավարությունը, իրանց հանձնարարությունը է տալիս, դրանից մաքրվելու համար պետք է ի վերջո ընտրություն կատարել են մարդկանց առումով, որ հաստատ գիտեք, որ դրանց պոչը չի տանում որևէ անվտանգության, որևէ ծառայության տակ, այլապես եթե տենց բան ըլներ, շատ հանգիստ բոլորն էլ դրա մասին կիմանային, ինչպես իմանում են մյուսներինը, այո, պետք է առաջիկայում ընտրությունների հետ կապված նաև հստակ ձևով լինի այդ լյուստրացիան, որ մարդիկ տեսնեն ի վերջո ինչ էլ մնացել է, ով եկել է իշխանության, իրան վերաբերվող ինչ-որ մաս փորձել արխիվից անի, տակը բան չեն թողել, գոնե այդ բացահայտենք, մի օր գիծը քաշենք, պրծնենք առաջ գնանք, զզվեցինք ժողովուրդ ջան, այսքան տարվա անկախ պետությունը ավելի է կախված Ռուսաստանից, քան Խորհրդային Միության մեջ գտնվող Հայաստանը Մոսկվայից, այդ ձեր խիղճը մեռնի, լավ մի օր պետք է ազատվենք մենք սրանից ու դրա համար ձեր մասնակցությունը չափազանց կարևոր է, երբ որ դուք տեսնում եք, որ այո, հենց ձեր մասնակցությամբ կարող է իրավիճակ փոխվի, ինչքան ձեզ փորձում են փոշմանացնել, մի մասնակցեք, մի հավատացեք, այդ ամբողջը մի նպատակ ունի, մի նպատակ, որպեսզի եթե դուք հիասթափվեցիք, այն մարդիկ, ովքեր ռեսուրս ունեն, ամեն մեկը մտածում է, մեր ռեսուրսը բավարար կլինի մեծամասնություն ստանալու համար, առաջի փուլում պետք է ոչ մեկը մեծամասնություն չունենա, երկրորդ փուլում արդեն կյանքը ցույց կտա,
ով է մտածում ձայն տա, որի պարագայում մենք կոնկրետ կկանգնենք ու կասենք մենք ամեն դեպքում ձայն չենք տալու։ Ուզում եք երկիրը նորմալ զարգացում ունենա, այս կողմն ասում է նա որ ընտրվեց երկիրը կործանելու է, նա էլ ասում է որ ընտրվեց երկիրը կործանելու է։ Մենք էլ ասում ենք մենք որ ընտրվենք երկիրը զարգացնելու ենք։ Դրա համար եթե վախենում եք որ նրա ձեռքը չընկնի որ կործանի, ձայն տվեք մեզ եւ երկիրը առաջ կգնա ու չի կործանվի։ Դրա համար շատ կարևոր է նաև նյութերի տարածելը, շատ կարևոր է հատկապես առանձնահատուկ կարևոր է որ կապ հաստատեք նաև Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ, իմ նյութերի նկարագրական մասում կա նաև իրենց ակտիվի տվյալները, բացի այդ այնպես էլ համացանցով հանգիստ կարող եք գտնել, կարող եք կապ հաստատել ցանկացած կազմակերպական հարց, որով կարող եք օգտակար լինել, ցանկացած աջակցություն, որով կարող եք օգտակար լինել, այդ բոլոր տվյալները կա, ձեզ ամեն ինչ կասեն, որպեսզի դուք ինքներդ պատկերացնեք, որ դուք այս խաղի մասնակից եք, ոչ թե դիտորդ եք, ուղղակի նստել եք, խաղադրույք եք կատարել, հիմա սպասում եք թե նա ճիշտ դուրս եկաք, թե սխալ։ Եթե դուք մասնակից չեք, արդեն սխալ եք դուրս գալու։ Եթե դուք մասնակից չեք, արդեն պարտվել եք, որտեղ ձեր փոխարեն ընտրելու են կամ նրան։ Դուք եք, որ եթե մասնակից ելնեք, որոնք որ չի գնալու ընտրակաշառքով կամ վարչական ռեսուրսով ձայն տա, այ հենց դուք որ մասնակից եք, ձեր ձայնը այդ ժամանակը ազդեցություն ունենալու, նշանակություն ունենալու։ Հիմա նայենք ինչ է կատարվում այս նախընտրական փուլում, որտեղ մեր ընտրությանը հոմենակ մենք չենք հետևում։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով երեք խոսում էինք Ալիևի օգնականի խոսքը, հիմա էլ Բայրամով արտգործնախարար։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հիմնական հարցերը կարող են վերջնականապես լուծվել առաջիկա ամիսներին։ Ինչով է պայմանավորված ընտրություններով։ Այս առումով մենք բավական լավատես ենք, մենք կարծում ենք, որ Հայաստանում հանրաքվեի անցկացումը, նոր սահմանադրության ընդունումը, վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ դրա վավերացումը կարող են հետագա դրական քայլերի հիմք հանդիսանալ։ Գիտեք, որ Ադրբեջանը մշտապես ասում են, որ ուշադրությամբ հետևում են մեր ընտրություններին, ինչ է նշանակում լավատես ենք։ Որևէ մեկը մասնակից ուժերից ասելա, որ եթե իրանք ընտրվեն, անմիջապես մի քանի ամսից սահմանադրությունը փոխելու են եւ սահմանադրության նախաբանից հանեն անկախության հռչակագիրը, մասնակից որ կուսակցությունն է տենց բան ասել։ Բա ոնց է Ադրբեջանը լավատես, որովհետև իրանք մտածել են, որ իրանց տեխնացուն կարող է հաղթի, բա հետո ասում եք Ադրբեջանի սրտի տեխնացուն Փաշինյանը չի, բա ով է։ Բա ինչա, մենք ասել ենք, որ եթե մենք ընտրվենք, սահմանադրությունը փոխելու ենք, հանենք նախաբանից անկախության հռչակագիրը։ Բա ոնց եք լավատես։ Եթե դուք սպասում եք, որ հենց ընտրվեց իշխանությունը ընտրվեց, սահմանադրությունը փոխելու է ու ձեր ուզաստանի, ուրեմն միայն մի դեպքում դա կարող է ձեր սրտով լինի, որովհետև դա լինի այն տեխնացուն, որի հետ բանակցել եք այդ ուղղությամբ, Նիկոլ Փաշինյանը։ Բա որ ասում ենք Նիկոլ Փաշինյանը Ալիևի, Էրդողանի եւ Պուտինի համատեղ տեխնացունա, բան չի համար ենք ասում։ Ավելի պարզ մարդիկ ընտրությունից առաջ, էլ ոնց ասեն, որ մենք հասկանանք։ Ավելի պարզ Փաշինյանը, էլ ոնց ասի Ռուսաստանի հետ վերականգնում ենք ռազմատեխնիկական համագործակցությունը, որ մենք հասկանանք, թե մեզ ինչա առաջարկվում եւ ինչա սպասվում։ Եվ իդե, երբ որ շատ դեպքերում ասում են, թե լավ մի բաներ ասեց, ոնց, այսինքն Հայաստանի վարչապետը կարող է ազգային ժողովի ամբիոնից կանգնի մի բան ասի, մենք էլ ասենք դե լավ, լուրջ մի ընդունեք կամ գա կառավարության ճեպազդորություն այդ նույն բանը բացատրի, մենք էլ ասենք լուրջ մի ընդունեք, բա պետության շահերի հետ կապված գնում հազար ու մի հարցեր են բանակցում, բա այդ ձևի է հարցը։ Ինչի եմ ասում են 2 եվրոյով տոմսի մասին է խոսքը Լառնակայի, որ ասենք ասում էր բանա, ինչ է եղել, մի քանի տոմս կարան առնեն, գնան, մեր թոշակառուները պետք է հանգստանան։ Այո, մեր թոշակառուները իհարկե պետք արտասահման տենց են անում։ Գիտեք, քանի մարդա տուր օպերատոր կամ ծանոթ մարդ ինձ գրել, ասում մի հատ կլինի այդ մարդուն բացատրեք, որ լսի, եթե տոմսը նույնիսկ 2 եվրո է, դու ընդհանրապես պատկերացում ունես Կիպրոսի հետ կապված, ոնց են ընդհանրապես վիզա կենտրոնում գրանցում եւ տեխնիկապես ինչպիսի բարդություններ կա։ Գիտես ինչ մուծումներ կա, անգամ եթե թոշակառուն վիզայի համար չի մուծում, վիզա կենտրոնի գումարն էլ չի մուծում, տրանսֆերի գումար չի մուծում, հյուրանոցի համար չի մուծելու,
Հյուրանոցի մեջ մենակ նախաճաշնա մտնելու հետը հաց չի ուտելու 2 անգամ։ Քաղաքման չի գալու, սնունդի փող չի տալու, ամենահամեստ հաշվարկով դա կարող է մեկ անձի համար մի շաբաթվա համար կազմի 1000 եվրո։ Բայց փաստորեն Նիկոլ Փաշինյանի համար դա ընդգրկված է 2 եվրոանոց տոմսի մեջ։ Բա 2 եվրոն քիչ փող է ժողովուրդ ջան, որի մեջ չտեղավորվեր այդ 1000 եվրո։ Այսինքն 2 եվրոն այնքան մեծ փող է, որով կարող են 600,000 թոշակառուի ծաղրել։ Ասել բա հանգստացեք, չի չեք հանգստանում որ։ Տոմսը առեք գնացեք, բա մնացածը։ Մի հատ անեկդոտ հիշեցի, վաղուց մոռացած, որովհետև լսել եմ 50 տարի առաջ։ Դրա համար պայմանական թվերն ասեմ, որպեսզի ստույգ չասեմ, որը ինչին է վերաբերվում։ Մեկը մտնում է խանութ, ասում է հանում է մի ռուբլին տալիս է, ասում է մի հատ կոնյակ տվեք մի շիշ, այդ մի շիշ կոնյակն էլ պայմանականորեն արժե 10 ռուբլի։ 10 ռուբլի անոց կոնյակ մտնում, ասում է մի ռուբլին տալիս է, ասում է մի շիշ կոնյակ տվեք, ասում է բա մնացածը։ Դե ասում է մնացածին է կանֆետ մանֆետ։ Ժորժիա մենք հենց գիտենք դա անեկդոտ է ու վաղուց մոռացված։ Պարզում է դա մեր մոտ բարձրացել է պետական քաղաքականության մակարդակի, որ երկրի վարչապետը կարող է ասի 2 եվրոյով գնացեք հանգստանալու, դե այն մնացածն էլ այդ 2 եվրոյի մեջ տեղավորվում է։ Ու դուք կարող ասեք դե լավ իմաստ ունի այդ թեման այդքան շատ քննարկել, բայց այս խելքով երկիր են ղեկավարում, այս խելքով միջազգային բանակցություններ են վարում, այս խելքով ուզում են ձեզ համոզեն, որ սա իրականություն է։ Բայց դուք ո՞նց եք մնացած հարցերում հավատում մի մարդու, որ ակնհայտ բանում ձեր աչքի առաջ խափում են։ Ո՞նց եք հավատում։ Այն բանը, որ դուք կարող եք ճշտել, այն բանը, որ դուք կարող եք համոզվել, եւ այդ մարդը համառորեն ձեզ ասում է չեք հասկանում, որ դուք պետք է այլևս արտասահմանյան թոշակառուների նման գնաք հանգստի։ Եվ ներկայացնում է ինչ-որ մի հատ բան։ Արդյունքում սա է վիճակը, ժողովուրդ ջան։ Այսինքն այնքան մարդ չի դիմանում ասածին, գիտեք քանի հոգի է ինձ գրել, ասում եմ, ախր ասեք էլի որ հասկանան, ախր ոնց կարելի է ասենց բան ասել։ Ոնց կարելի է ասենց երկիր ղեկավարել։ Սա ենք ասում, ժողովուրդ ջան։ Ուրիշ բան ենք ասում։ Իսկ իմանանք ինչա կատարվում մեր շուրջ, տարածաշրջանում եւ աշխարհում, որտեղ դա ուղղակի առնչություն ունի բոլորից հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ բանակցություններն Իրանի հետ շարունակվում են, բայց հիասթափված է Թեհրանի մոտեցումից։ Մենք շատ լավ բանակցություններ ենք անցկացնում, նրանք մի փոքր ավելի սիրալիր են դարձել, քան 47 տարվա ընթացքում։ Նրանք ցանկանում էին նորից փակել նեղուցը, ինչպես դա արել են երկար տարիներ։ Նրանք չեն կարող շանտաժի ենթարկել մեզ։ Մենք խոսում ենք նրանց հետ եւ գիտենք, մենք կոշտ դիրքորոշում ենք պահպանում, նրանք շատ մարդկանց են սպանել, մեր մարդկանցից շատերն են սպանվել, ասել է Թրամփը։ Իհարկե արդեն ասեցի, որ եկող շաբաթ հանդիպում նախատեսվում է, բայց ինչով են պատրաստվում հանդիպման, այս հռետորաբանությունը նայենք ոնց են գնում հանդիպման, այսինքն որևէ մեկը պատրաստվում է զիջել, թե երկու կողմն էլ ատամած ցույց տալի։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադե կարող եմ հավաստիացնել, որ հարստացված նյութեր չեն մատակարարվի Միացյալ Նահանգներ։ Դա անընդունելի է, թեև մենք պատրաստ ենք դիտարկել ցանկացած մտահոգություն, որն առկա է։ Մենք չենք ընդունի անընդունելի տարբերակներ։ Իրանի արտաքին գործերի փոխնախարարը նշել է. մենք դեռ պատրաստ չենք իրական հանդիպման, քանի որ կան հարցեր, որոնց շուրջ ամերիկացիները դեռ չեն հրաժարվել իրենց մաքսիմալիստական դիրքորոշումից։ Այնպես չի, որ դեռ պատրաստ չեն, որովհետև արդեն լրացուցիչ ասվեց, որ այնուամենայնիվ նախնական համաձայնության եկել են։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ իր ագրեսիվ պահանջատիրությունից պետք է հրաժարվեր, որպեսզի պատրաստվեին։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ պատվիրակության ղեկավարն էր առաջի հանդիպման Պակիստանում։ Իրանը եւ Միացյալ Նահանգները առաջընթաց են գրանցել բանակցություններում, այսինքն այս են նախապայմանը, որ կարող է հանդիպեին, սակայն դեռևս շատ հեռու են համաձայնության հասնելուց, շատ բաստողումներ կան։ Թեհրանը լիովին պատրաստ է ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների վերսկսմանը ցանկացած պահի, նշել է Ղալիբաֆը։ Այսինքն ինչպես տեսնում եք, հանդիպումից առաջ հռետորաբանությունը սա է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ
Իրանը երեկ որոշեց կրակել Հորմուզի նեղուցում մեր հրադադարի համաձայնագրի լիակատար խախտում։ Դրանցից շատերն ուղղված էին ֆրանսիական նավի և Միացյալ Թագավորությունից եկող բեռնատար նավի վրա։ Դա հաճելի չէր, այնպես չէ, իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ, Պակիստան։ Նրանք այնտեղ կլինեն վաղը երեկոյան բանակցությունների համար։ Հիմա կոնկրետացնենք, թե այդ ովքեր են գնում այդ հանդիպման հետ կապված։ Իրանը վերջերս հայտարարեց, որ փակում է նեղուցը, ինչը տարօրինակ է, քանի որ մեր շրջափակումը արդեն փակել է այն։ Մենք առաջարկում ենք շատ արդար և ողջամիտ գործարք, և ես հույս ունեմ, որ նրանք կընդունեն այն, քանի որ եթե դա չանեն, ԱՄՆ շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և բոլոր կամուրջները։ Նրանք արագ կհանձնվեն, հեշտությամբ կհանձնվեն, և եթե նրանք չընդունեն գործարքը, ինձ համար պատիվ կլինի անել այն, ինչ անհրաժեշտ է, ինչը պետք է անեին Իրանի մյուս նախագահները վերջին 47 տարիների ընթացքում, գրել է Թրամփը։ Այսինքն հերթական ահաբեկել է, որ եթե չանեն կտեսնեք, բայց այնուամենայնիվ դրանից Իրանը չի կոտրվում, արդյունքում Ամերիկայի Միացյալ Նահանգներն ստիպված լինում հարաբերությունները մեղմի, որ կարողանա հանդիպի։ Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայեթի օվկիանոսի այն կողմից անվտանգության միջոցներ պարտադրելու դարաշրջանն ավարտվել է։ Այսօր Հորմուզի և Մալակայի անվտանգությունը երաշխավորված է ոչ միայն մեր ու մեր ռազմավարական գործընկերների հզորությամբ, այլև Բաբ el-Մանդեբի անվտանգությունն է գտնվում Անսար Ալլահ շարժման մեր եղբայրների ձեռքում, ցանկացած չարիքի կհետևի շղթայական ռեակցիա։ Այսինքն ուզում եմ ասել, մենք գործում ենք սինխրոն հութիների հետ, Եմենի, որոնք էլ կփակեն Բաբ el-Մանդեբի նեղուցը, այսինքն Կարմիր ծովից, Սուեզի ջրանցքով Կարմիր ծովից անցումը չեն թաքցնում, որ իրանք նրանց հետ պայմանավորված են գործում։ Ժամանակին ստիպված թաքցնում էին, որ իրանք օգնում են հութիներին, որովհետև հութիները հարվածում էին Կարմիր ծովում նավերին, առևտրային նավերին, որի պատճառով շատերը ստիպված էին լինում շրջանցել Աֆրիկան կամ էլ թե չէ շատ մեծ խնդիրներ էին ունենում։ Հիմա ինչպես տեսնում եք, իրանք չեն թաքցնում, որ նրանք իրանց հետ զուգահեռաբար գործում են, որովհետև հիմա տեսեք շարունակությունը։ Իրանից դա ասվեց, հիմա տեսնենք հութիներն ինչ են ասում։ Սանայում հութիների կառավարության արտաքին գործերի փոխնախարարը զգուշացրել է, որ եմենցի հութիները կարող են փակել Եմենի ափերի մոտ գտնվող Բաբ el-Մանդեբի նեղուցը, եթե Թրամփը շարունակի խոչընդոտել խաղաղության հաստատմանը։ Եթե Սանան որոշի փակել Բաբ el-Մանդեբը, ապա ողջ մարդկությունն ու ջիները լիովին անզոր կլինեն այն բացելու հարցում, գրել է փոխնախարար Հուսեյն Ալ-Էզին։ Ուստի Թրամփի և այս ամենում ներգրավված ողջ աշխարհի համար ավելի լավ կլինի անհապաղ դադարեցնել խաղաղությանը խոչընդոտող բոլոր գործողություններն ու քաղաքականությունը և դրսևորել անհրաժեշտ հարգանք մեր ժողովրդի ազգի իրավունքների նկատմամբ։ Խայտառակություն է, որ հութիները կարողանան Կարմիր ծովը փակեն, և դուք պատկերացրեք առևտրական նավերը պետք է շրջանցեն Աֆրիկան։ Ավելի մեծ խայտառակություն դժվար է պատկերացնել, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ոչ հաշվենկատ քայլերի պատճառով, ինչպես տեսնում եք, լավ էլ լկտիացել են, ինչպես տեսնում եք, լավ էլ պայմաններ են թելադրում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը կարծում էր, որ Վենեսուելայի նավթը վերցնելուց հետո Իրանի նավթն էլ կվերցնի, դե վերահսկողություն էլ ուներ արաբական նավթերի վրա, Ռուսաստանի նավթի վրա սանկցիաներ դնելով իր գերակայությունը կմեծացներ, Չինաստանին կախվածության մեջ կգցեր, բայց ինչպես տեսնում եք, նավթի գները բարձրանում են, բայց այնպես չի, որ ինքը շոշտակի հաջողություններ է ունենում, որովհետև չի տիրապետում իր իրավիճակին, չի կարողանում իրավիճակը նորմալացնել ու վերահսկողություն սահմանել։ Այդ իսկ պատճառով փաստորեն հակառակ արդյունքն է ունենում։ Բոլոր կողմերից Ամերիկայի Միացյալ Նահանգների քայլերը չեն աջակցում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ ԱՄՆ չի լքի Հյուսիսատլանտյան դաշինքը։ Ես նախադրյալներ չեմ տեսնում այն մասին, որ ԱՄՆ-ն դուրս կգա ՆԱՏՕ-ից։ Առավել հզոր ՆԱՏՕ-ի համար առավել հզոր Եվրոպայի անհրաժեշտ։ Նախագահ Թրամփը հստակորեն հիասթափված է ՆԱՏՕ-ի որոշ անդամներից, և ես հասկանում եմ նրա հիասթափությունը, հավելել է Ռյուտեն։ Այն, որ կարող է Դոնալդ Թրամփը ինչ-որ զորքեր մի տեղից մի տեղ տեղափոխի, ինչ-որ մի բան մատակարարի կամ չէ, դա նախագահի լիազորությունների մեջ տեղավորվում է։ Բայց ՆԱՏՕ-ից դուրս գալու որոշում նախագահը կարող է կայացնել, բայց դա առանց կոնգրեսի անհնարին է։ Իսկ այսօր դուք կարծում եք, որ
նույնիսկ հանրապետականները կաջակցեն Դոնալդ Տրամպին այդ հարցում, եթե Դոնալդ Տրամպը հասկանար, որ դա իրատեսական է, ինքը այդ ուղղությամբ քայլ կաներ, ինքը ավելի շատ դրանով վախացնում է, բայց այդ լիազորությունը չունի դա անելու, այնպես որ մյուս կողմն էլ է դա հրաշալի հասկանում, որ դա համենայն դեպս այդ հարցում կոնգրեսը իրան չի աջակցի, եթե Իրանի պատերազմի հետ կապված այնուամենայնիվ հանրապետական մեծամասնությունը երկու պալատները աջակցում է Տրամպին, այդ էլ հետո վաղը ընտրություններից առաջ իրանք լուրջ խնդիր են ունենալու այդ թեմայով, որտեղ դրանով իրանք ցույց են տալու, որ իրանք շարունակում են պաշտպանել Դոնալդ Տրամպի քաղաքական գիծը, այդ դեպքում ժողովրդին պիտի բացատրեն, թե ինչու են դա անում, բայց ՆԱՏՕ-ից դուրս գալը զուտ հայտարարություն է, ոչ ավելի նման լիազորություն նախագահը չունի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան Թրամփը հիմքեր չունի Իրանի միջուկային իրավունքները սահմանափակելու համար, իրավունք չունի թելադրել Թեհրանի միջուկային ծրագրի մասշտաբները, արյունարբու և դաժան թշնամու դեմ պետք է կանգնել հաստատակամորեն։ Թրամփն ասում է, որ Իրանը չի կարող իրացնել իր միջուկային իրավունքները, բայց չի նշում, թե ինչ հանցագործության համար, ով է նա, որ զրկի երկրին իր իրավունքներից։ Այն որ ասում են հաղթողներին չեն դատում, ինչ-որ միտեղ դա այդպես է, բայց եթե հաղթողը չի կարողանում հաղթել, որի հաղթանակի հետ կապված ասում են դե լավ, դե Ամերիկան է, իսկ եթե Ամերիկային դա չի հաջողում և մեկին ասում է դու պետք է միջուկային զենք չունենաս, ասում են ժողովուրդ ջան, բայց միջուկային զենք խաղաղ բնակչության դեմ ով է աշխարհում օգտագործել, Ամերիկան չի օգտագործել, Հիրոսիմայում ու Նագասակիում 1945 թվականի օգոստոսի 6-ին, բանու վրա ես մուննատ գալի։ Այսինքն, եթե Ամերիկան հաղթող ելներ, այդ հարցը չէին հիշացնի, եթե Իսրայելը հաղթող ելներ, Իսրայելին չէին հիշացնի, որ ասեին բա քո միջուկային զենք որ ունես, ով է հաստատել որ ունես, մագատեն քո մոտ վերահսկողություն սահմանել է, դու փաստաթուղթ ստորագրել ես միջուկային զենքի չտարածման, եթե Իսրայելը չի հաղթում, նրան այդ պահանջները ներկայացնում են, ասում են դու Իրանին մեղադրում ես, ասում ես միջուկային զենք ես ստեղծելու դա վտանգ է, բայց դու արդեն ունես, հերիք չունես, հիմա էլ դու ես ագրեսիա բանացնում, բայց ինչի՞ ես հաշվետու, այդ ինչ արտոնյալ վիճակ է քո մոտ, բոլորը հաշվետու են բացի քեզանից, ինչով է դա պայմանավորված, պայմանավորված է, որ Ամերիկան պաշտպանում է, բայց եթե Ամերիկան խնդիր ունի, Ամերիկայի դեմն էլ կդնեն Իսրայելի դեմն էլ, Իսրայելի 4-րդ վարչապետ Գոլդամեյերն ասում էր. մենք միջուկային զենք չունենք, անհրաժեշտության դեպքում մենք այն կկիրառենք, դե արի գնա գլուխ անի, ունենք թե չունենք, կկիրառենք, բայց հաստատ կկիրառենք, այսինքն նորմալ ձևով պատասխանը տվեց, չհաստատելով, բայց հաստատակամ ասելով, որ մեր շահից ելնելով դա կկիրառենք, և շատ է, ու նույնիսկ Թուրքիայի հետախուզությանը չի հաջողվում ճշտել Իսրայելը ի վերջո ունի թե չէ, ասում են այսքան մարտագլխիկ ունենես, բայց հիշում եք Էրդողանը ասաց, այ որ իմանանք չունեն, տեսեք ինչ կանենք, Էրդողանը անգամ վախենում է Իսրայելից, որտեղ մտածում է, որ նա միջուկային զենք ունի և չի ցանկանում գնա այդ կարգի բախման, թեպետ երազում է, որ բախման գնա, այսինքն բայց դեպքում բա ինչի քոնը վերահսկելի չի, որ հաղթում էիր, ոչ մեկը քեզ բան չէր ասում, բայց հիմա իրավիճակա չէ փոխվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ մեկնում է Պակիստան, վերսկսելու Իրանում պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները, կիրակի The New York Post-ին հայտնել է Թրամփը։ Սթիվն այնտեղ կմեկնի վաղը երեկոյան, Սպիտակ տնից արված հեռախոսազրույցում ասել է Թրամփը, հաստատելով, որ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն Իսլամաբադ կժամանի երկշաբթի երեկոյան խաղաղության բանակցությունների երկրորդ փուլից առաջ։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ Ջարեդ Քուշները իր փեսան նույնպես կմասնակցի երկրի երեքշաբթի օրը նախատեսված բանակցություններին։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը գլխավորում էր բանակցությունների նախորդ փուլը, Իսլամաբադ չի մեկնի։ Իհարկե այնտեղ ասում են, որ անվտանգության նկատառումներով պայմանավորված, բայց դա հաստատ այդպես չի, որովհետև դրանից առաջ խոսել ենք այդ մասին, նույնիսկ գիտեինք, որ գնալու է եւ ձախողվելու է Վենսը, որովհետև Դոնալդ Տրամփը հասկանում է, որ իր քայլերը
ոչ պոպուլյար քայլեր է անում, որի պատճառով կարող է խնդիր ունենա, հանկարծ կոնգրեսում մեծամասնություն ունենան դեմոկրատները, կարող է impeachment-ի գործընթաց սկսեն եւ դրան կարող է նաեւ հանրապետականները օգնեն, եթե լավ էլ պայմանավորվեն, որ JD Vance-ը անմիջապես կարող է դառնալ նախագահ, դե գիտեք Ամերիկայում նախագահի պաշտոնակատար հասկացողություն չկա, փոխնախագահ ավտոմատ դառնում է նախագահ իր ամբողջ լիազորության ծավալով։ Եվ քանի որ Դոնալդ Տրամպը լավ էլ հասկանում է, որ կարող է նման բան իր գլխին սարքեն, դավադրություն, մանավանդ դեռ նոր էր պաշտոնը ստանձնել եւ Իլոն Մասկը ասում էր, այո, պետք է հաջորդը լինի JD Vance-ը բան եւ այլ որոշակի լոբինգ էր անում, մենք հասկացանք, որ մի օր Մասկին անդեղից ուղարկելու, Վենսին էլ չի ուղարկի, բայց նենց կանի, որ նա գնար առաջի բանակցություններում ձախողվեր։ Հույս ունի Դոնալդ Տրամպը, որ այս բանակցությունները հաջողությամբ կփսակվի եւ Դափնիները Վենսին չի գնա։ Վենսին կգնա խայտարակությունը, որ իրան չհաջողվեց։ Այն դեպքում, երբ որ մաքսիմալ պահանջներ դնողը Վենսին հենց ինքն էր դրել, որ նա գնար եւ նրա մոտ ոչինչ չստացվեր։ Այսինքն մենք գիտենք, որ անվտանգության նկատառումներով չի, որ Վենսը չգնաց Պակիստան, այլ Դոնալդ Տրամպը չի ցանկանա, որ իր շարքերում գտնվեն մարդիկ, ովքեր Տրամպից պրծնելու համար աջակցեն impeachment-ի գործընթացին։ Դա է պատճառը, ուրիշ պատճառ չկա։ Ուրիշ թե ինչ կներկայացնեն, դա այդքան էական չի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Մաչիդ Մուսավին հայտարարել է, որ իր զորքերն արագորեն վերականգնում են հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի պաշարները, ընդգծելով զինադադարի ընթացքում բարձր գործառնական պատրաստվածությունը։ Այսինքն նույնիսկ ասում է, որ Ամերիկան ինչ որ վերացրել է, մենք հիմա վերականգնում ենք։ Ինչի է դա ասում բանակցությունից առաջ, որ Ամերիկան հույս չունենա, որ իրանց կոտրելու է նրանով, որ դուք ոչինչ չունեք։ Զինադադարի ընթացքում հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի արձակման կայանքների թարմացման ու լիցքավորման մեր արագությունն ավելի բարձր է, քան նախքան պատերազմը։ Մենք տեղեկություններ ունենք, որ թշնամին ի վիճակի չէ իր համար նման պայմաններ ստեղծել եւ ստիպված է զինամթերքն աշխարհի մյուս ծայրերից հասցնել կաթիլային եղանակով, կաթիլային է ճակերտի մեջ, ասել է գեներալ Մուսավին։ Այսինքն թվում է, թե ինչի պետք է ինքը հրթիռակոծությունից ու ռմբակոծությունից առաջ ասել, որ մենք մեր պաշարները վերականգնում ենք բավական ինտենսիվ ձևով։ Այո, դա ասում է նրա համար, որ Դոնալդ Տրամփ վախեցնում ես, մենք է պատասխան քեզ սպառնում ենք, որ իմացի խնդիր ես ունենալու։ Առավել ևս, որ մենք գիտենք ցամաքային գործողությունների հետ կապված Դոնալդ Տրամպը հասկացավ, որ դա մեծ խնդիրներ կունենա, լուրջ ցախողում կլինի, ամենակարևորը հարկ կղզուն էլ հարվածից էլ հրաժարվեց, հարվածներ իհարկե հասցրեցին, բայց ամբողջությամբ շարքից անել կամ գնալ դեսանտային ուժեր ուղարկել եւ վերահսկողություն սահմանել, հասկացավ, որ դա նույնպես կարող է շատ լուրջ ցախողման առաջ կանգնացնի։ Դա հենց էլ հրաժարվեց։ Այնպես չի, որ Դոնալդ Տրամպը ինչ որ ի սկզբանե ասել է, դա կարողանում է առաջ տանի։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդան ամերիկյան զորքերի դուրսբերումը կարող է ավերիչ լինել Եվրոպայի համար, եթե իրականացվի չհամակարգված ձևով։ Մենք շատ ակտիվորեն քննարկում ենք, թե ինչպես կառավարել կամ մեղմացնել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից։ Ոչ ամբողջությամբ, այլ մասամբ, նույնիսկ մասնակի դուրսբերումը շատ կործանարար կլիներ Եվրոպայի համար, եթե այն չկատարվեր համակարգված ձևով։ Ֆիդանը, որի երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, բայց ոչ Եվրամիության, ասել է, որ վաղուց դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ի շրջանակներում Եվրամիության երկրների առանձին ակումբի պես վարվելու կապակցությամբ։ Նրանք որոշումներ են կայացնել անկախ նույնիսկ եթե դրանք հակասում են դաշինքի դիրքորոշմանը։ Դուք ցանկանում եք դառնալ առանձին ԵՄ կազմակերպություն ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Դե Ամերիկան ասաց, ես ձեզ թողնում եմ գնալ, ես խզում եմ ձեր կապերը, ասաց Ֆիդանը։ Այն որ Ֆիդանը դժգոհում է Եվրոպայից, չմտածենք, թե այն ուղիղ հենց ասեց, մենք տենց էլ հասկացանք։ Այս վերջերս որ խառնվել էր Տրամպը, որ ասում էր չեմ օգնի, այս պահին չէ ավելի շուտ, իրանք ինչ էին ասում, դե հիմա մեզ ընդունեք Եվրամիության անդամ, իսկ է ժամանակն է եվրոպական անվտանգություն ստեղծենք, առանց Թուրքիայի այդ ինչ անվտանգություն ալնելու։ Այսինքն Թուրքիան ցանկանում էր առիթը օգտագործել այս որ Ամերիկայից փոխվելու ընթացքում եվրոպական անվտանգության մեջ ինքը առանցքային դերակատարությունն է, որտեղ ամենահզոր բանակը ունի։ Չնայած որ հիմա տեսնում ենք ուկրաինական բանակը մարտական բովով անցած անհամեմատ ավելի հզոր է, քան անգամ այն բոլորը, ովքեր գլուխները գովում են, որ բանակ ունեն։
Եվ դրա համար հիմա ուզում առիթը օգտագործի, իբր թե լավ չի, որ Ամերիկայից փոխվեք, բայց եվրոպական անվտանգության հետ կապված ինքը դերակատարություն, այսինքն իրաց տեղն է կարևորում, այստեղ առանձնապես ուրիշ բան չկա։ Իրանի անվտանգության խորհուրդը հայտնում է, վերջին օրերին բանակցություններում միջնորդելու նպատակով Պակիստանի բանակի գլխավոր հրամանատարի Թեհրան կատարած այցից հետո ամերիկացիները նոր առաջարկներ են ներկայացնել, որոնք Իրանը քննարկում է, բայց դեռևս պատասխան չի տվել։ Սա ուղղակի հիշեցրեցին, որ Ամերիկան է նոր առաջարկ ուղարկել, որը հանգեցնում է Պակիստանի նոր հանդիպման, այսինքն նախաձեռնությունը եկել է Ամերիկայից։ Բայց եւ միևնույն ժամանակ մենք նորից նայենք, որ Թուրքիայի ակտիվությունը մեզ համար մտահոգիչ է։ Կարող է Եվրոպան գողլնի, կարող է Ամերիկան գողլնի, բայց մենք դրանից ինչի պետք է գողլնենք, որ կարող է մեր իշխանություններն էլ գողլնեն։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդան Իսրայելի էքսպանսիայի հարցը դարձել է գլոբալ անվտանգության հարց եւ միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա դրա կարգավորման ուղիների որոնման վրա։ Եզրափակել է Ֆիդանը հավելելով, որ տեղի ունեցածը լուրջ տագնապ է առաջացնում եւ արդարացում չի գտնում։ Այո, այն ինչից որ կարող է Թուրքիան դժգոհել Իսրայելից, դա հասկանալի է։ Բայց եւ միևնույն ժամանակ էս այն խաղն է, որ մենք ոչ Իսրայելի գործընկերն ենք, ոչ էլ Թուրքիայի գործընկերն ենք, որի պարագայում երկուսից որ մեկն էլ իր ծավալները ընդլայնի, դա մեր շահերից չի բխում, որտեղ մենք չենք հասել նրան, որ Ամերիկայի գործընկերն լինենք եւ ավտոմատ կերպով Իսրայելի, եւ եթե Ամերիկայի գործընկերն լինենք, Թուրքիան ավելի զուսպ կլներ մեր հետ կապված։ Առայժմ ոչ նա, դրա համար այն ինչ որ հիմա արճակատում կա Իսրայել-Թուրքիա, բայց եւ Իսրայելը եւ Թուրքիան Ադրբեջանի հետ շատ լավ էլ հարաբերություններ ունեն։ Երկուսն էլ մեր շահերի հաշվին կարող են շատ լավ էլ իրանց համար իրանց հարցերը լուծել։ Այսինքն դեռ չկա այնպես բան, որ ասենք այդ երկուսի կռվից կարող է մենք շահենք։ Մենք կռվի կողմ չենք կարող լինել, որ շահենք, եւ Թուրքիայի ծավալվելներ առանձնապես մեր շահերից չի բխում։ Դրա համար ժողովուրդ ջան, սա էլ մեզ համար շատ կարևոր թեմաներ է, որոնք մենք պետք է լավ ուսումնասիրենք ու պատկերացնենք մեր շուրջ ինչա կատարվում։ Դա հաստատ առաջիկա ընտրությունների հետ կապված ազդեցություն ունեցող խնդիր է, պարբերաբար հիշեցնում եմ, որ ուկրաինական պատերազմից հետո չկա այդպես ընտրություն, որի վրա աշխարհաքաղաքական կոմպոնենտ չկա, մանավանդ դուք տեսնում եք ընտրությունը ոնց է գնում։ Ընտրությունը ոնց որ գնա, ով է դրսի ուժերի շահերը սպասարկելու եւ ինչպես։ Այստեղ ներսի կռիվ է գնում։ Ներսի այդ գզվռտոցը ցածրաճաշակ խոշոր հաշվով էլի գնում է դրսի խաղացողների շահերը սպասարկելու համար։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։